Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2025 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետերի աշխատակազմերին 1 միլիարդ 708 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքներից թվով 15 սուբվենցիոն ծրագրեր։ Թույլ տվեք նաև ներկայացնել սուբվենցիոն ծրագրերի բաշխվածությունը ըստ մարզերի։ Այսպիսով Արարատի մարզի 2 ծրագրի համար նախատեսվում է շուրջ 234 միլիոն դրամ հատկացնել, Արմավիրի մարզի 3 ծրագրի մասով հատկացումը 246 միլիոն դրամ է, Գեղարքունիքի մարզի 2 ծրագրի մասով 168 միլիոն դրամ հատկացում է նախատեսվում, Կոտայքի մարզի 3 ծրագրին ենք ֆինանսավորում 191 միլիոն դրամի չափով, Սյունիքի մարզի 4 ծրագրի համար նախատեսվում է 715 միլիոն դրամ, Վայոց-Ձորի մարզի 1 ծրագիր ունենք ֆինանսավորման ենթակա այս փաթեթով 152 միլիոն դրամ։ Մեծարգո վարչապետ, թույլ տվեք նշել, որ սույն որոշման հաստատմամբ ըստ էության կունենանք 2025 թվականի պետական բյուջեից 18 միլիարդ 76 միլիոն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր։ Շնորհակալ եմ Տիկին Ղարեչյան, հարգելի գործընկերներ, ներկայացնեմ կոնկրետ ծրագրերը, որոնց ֆինանսավորում ենք այս փաթեթով։ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ճանապարհների վերանորոգման առաջին փուլը կատարված է աշխատանքների 95%-ը, խոսքը 660 մետր երկարությամբ ճանապարհի մասին է։ Վեդի համայնքի Վեդի եւ Լուսարատ բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում կատարված է աշխատանքների 75%-ը, խոսքը 10 բազմաբնակարան շենքերի 3893 քառակուսի մետր մակերեսով տանիքների մասին է, 180 տնային տնտեսություն է շահառու այս ծրագրին։ Արմավիրի մարզում Արմավիր բնակավայրի թիվ 2 մսուր մանկապարտեզի գույքի եւ սարքավորումների ձեռքբերում ավարտված է ծրագիրը, այսինքն իրականացված է եւ հաստատությունը նախատեսված է 70 սանի համար։ Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Մանուկյան առաջին թաղամասի 3 փողոցների հիմնանորոգում, Տերյան, Սուրբ Խորենացի փողոցների եւ Չարենց թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի բակային ճանապարհների հիմնանորոգում ասֆալտապատմամբ։ Աշխատանքները ավարտված են, խոսքը 6.5 կիլոմետր ճանապարհի մասին է։ Արաքս համայնքի ապագա բնակավայրի 15-րդ փողոցի ասֆալտապատում, որը ավարտված է 496 մետր երկարությամբ ճանապարհի մասին է։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանից Ծովինար, Ձոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեխովիդ եւ Գետաշեն ներքին Գետաշեն բնակավայրերում գազամատակարարման համակարգի կառուցում։ Աշխատանքները ավարտվել են, կառուցվել է 5 կիլոմետր գազատար 340 տնային տնտեսությունների համար։ Գավառ համայնքի Գավառ բնակավայրում շատրվանային համակարգի տեղադրում, որը ավարտված է, որը մենք դեռևս մենակ փորձարկումն է արվել, չի գործարկվում, պարոն Սարգսյան, այսինքն ամենօրյա չի աշխատել դեռ։ Ոչ, պարոն վարչապետ, փորձարկումն են կարել, Գառնանը նոր այսինքն հիմա եղանակային պայմանները այդքան էլ հարմար չի, Գառնանը կգանք մենք է կտեսնենք ոնց աշխատում, որտեվ շատ ենք լսել այդ շատրվանի մասին, ասում մի անգամ տեսնելը 1000 անգամ լսելուց լավ է։ Կոտայքի մարզում Գառնի համայնքի Գառնի բնակավայրի Մարտիրոսյան, Շիրակացի, Չարենց, Գրիբայեդով, Բաղրամյան փողոցների եւ Գերեզմանատուն տանող ճանապարհի ասֆալտապատում, որը ավարտված է, խոսքը 2.5 կիլոմետր ճանապարհի մասին է։ Գառնի համայնքի Գառնի, Գողթ, Գեղադիր եւ Հացավան բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում, որը ավարտված է, խոսքը 3.5 կիլոմետր ճանապարհների մասին է։ Նայերի համայնքի Եղվարդ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում, կատարված է աշխատանքների 85%-ը, կառուցվել է 1.6 կիլոմետր ջրատար
խողովակաշար, շահառուները 500 տնային տնտեսություն։ Սյունիքի մարզում Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում ավարտված են աշխատանքները եւ այս ծրագրով խոսքը 1.5 կիլոմետր ճանապարհի մասին է։ Կապան բնակավայրի համայնքապետարանի մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում եւ նոր մասնաշենքի կառուցում։ Կատարված է աշխատանքների 95%-ը, բարեկարգվել է 3574 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Կապան բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի շենքի հիմնանորոգում եւ տարածքի բարեկարգում։ Աշխատանքները ավարտված են, մանկապարտեզը նախատեսված է 140 սանի համար։ Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի Բակունցի 5, Բակունցի 9, Խանջան 12, Լեռնագործներ 19 բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում էներգախնայող միջոցառումների կիրառմամբ։ Կատարված է աշխատանքների 90%-ը, նորոգվել են 4 բազմաբնակարան շենքերի 4924 քառակուսի մետր մակերեսով տանիքները, շահառուները 136 տնային տնտեսություն։ Եվ Վայոց ձորի Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցում, որը ավարտված է եւ նախատեսված է 60 սանի համար։ Հարգելի գործընկերներ, չզեկուցվող հարցով մենք նաեւ ընդունեցինք շինարարության, նորոգման եւ նախագծման հետ կապված աշխատանքներ, ուզում եմ նաեւ այդ ցանկը ներկայացնել, թե ինչ տրանսպորտային օբյեկտների մասին է։ Առաջինը ավտոճանապարհների հիմնանորոգում, վերակառուցում, կառուցում։ Վերին Պտղնու Կոտայքի մարզի հանգույցից Բալահովիդ եւ Աբովյան տանող ավտոճանապարհի 5.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Ավարտը նախատեսված է 2026 թվականին, հիմա փաստացի մեկնարկել են։ Գեղարքունիքի մարզից Այգուտից Աղբերք տանող ավտոճանապարհի սողանքային տեղամասերում անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում։ Կրկին այս տարի մեկնարկել են, ավարտը նախատեսված է հաջորդ տարի։ Հաջորդը Արագածոտնի մարզում Մուղնի եւ Օհանավան գյուղեր տանող ավտոճանապարհի 5.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Այս ուրիշ ճանապարհի մասին է Տիկին Ղալեչյան, թե հիմնական մայրուղու մասին է խոսքը, որովհետեւ հիմնական մայրուղին ոնց որ թե հիմնականում արված է, այնտեղ կարող է կահավորման աշխատանքներ։ Հիմնական ճանապարհի այս հատվածում բաց ունեինք, այսինքն չարված մաս ունեինք, հենց այդ ճանապարհն ենք հիմնանորոգում, պարոն վարչապետ։ Շատ լավ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Երևանյան եւ Միասնիկյան փողոցների ասֆալտապատում կրկին ավարտը նախատեսված է 2026 թվականին, արդեն նախապատրաստական աշխատանքները սկսվել են։ Կոտայքի մարզում Քանաքեռավանից մինչև Կորեայի ձոր տանող ճանապարհի 1 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում այս տարի է նախատեսում ավարտվել։ Վայոց ձորի մարզի Զառիթափ, Գոմք եւ Կապույտ բնակավայրերը միմյանց հետ միացնող ավտոճանապարհի 8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում ավարտը կրկին նախատեսված է 2026 թվականին եւ աշխատանքները փաստացի մեկնարկել են։ Սյունիքի մարզի Վաղատին տանող ավտոճանապարհի 1.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում կրկին նախատեսված է 2025 թվականին։ Հարգելի գործընկերներ, սա գուցե մյուսների մեջ էլ կար, բայց ես այս մեկը անձամբ տենց գիտեմ, սա այն ճանապարհն է, որը կառուցվում է դպրոցի համատեքստում, այսինքն քանի որ Վաղատինի դպրոցը բացվել է, մենք գնացել ենք, բացումը արել ենք եւ այդտեղ նախատեսվում է, որ կրթահամալիր պետք է ունենանք եւ հիմա նաեւ ճանապարհը գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգվում է, դրանից առաջ հիմնանորոգվել էր գյուղի մերձակա ճանապարհը Նորավան լծեն հատվածն է եւ շատ գեղեցիկ բնաշխարհով է անցնում եւ որոտնավանքն է նաեւ այդ ճանապարհի վրա գտնվում, բայց այս ճանապարհը կոնկրետ հիմա դեպի դպրոց տանող ճանապարհի վերջին հատվածն է, որը հաջորդ տարի կավարտենք։
Որոտան խոտ ավտոճանապարհի վերակառուցում, որը նախատեսված է 2025 թվականին։ Այս ճանապարհն էլ շատ բարդ մի ճանապարհ է, որի վրա մենք արդեն 5 տարի, 4 տարի, 5 տարի չարչարվում ենք, որովհետև այնտեղ որոշակի սողանքային երևույթներ կային, անդադ ջրեր էին արտահոսում եւ այլն եւ այդպես շարունակ, եւ Որոտան գյուղը հիմա ըստ էության նորմալ ճանապարհ ունի։ Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի իրադարձություններից հետո Որոտան գյուղը որոշակի լոգիստիկ խնդիրների առաջ էր կանգնել եւ հիմա ըստ էության այս հարցը լուծվում է եւ ասֆալտապատումը սկսել ենք Տիկին Ղալեչյան, թե դեռ չի։ Պարոն վարչապետ, ավարտել ենք ասֆալտապատումը, ըստ էության մենք որտեվ ես որ գնացել էի դեռ գրունտային վիճակ էր։ ավարտել ենք արդեն կահավորման աշխատանքների վերջի փուլին ենք հասել, ըստ էության այս հատկացումով եւ շինական աշխատանքների վերջնական աշխատանքներ կատարելով ավարտում ենք օբյեկտը եւ կներկայացնենք շահագործման արդեն։ Շատ լավ։ Տիկին Ավանեսյան, կառավարության ես հիվանդ ես ոնց եք աշխատում, սեն չի լինի։ Պարոն վարչապետ, մենք պատվաստման հետ կապված առաջարկում ենք հենց վաղը կազմակերպել, որ չունենանք։ Բայց ուշ չի արդեն։ Չէ, ուշ չի դեռ։ Շատ լավ։ Ովքեր բուժման կարիք կա կբուժենք, ովքեր առողջ են կպատվաստենք։ Շատ լավ։ Բան չենք վաղվակցում։ Այսօր հազիվ հավաքվել եք, չենք կարող կազմակերպենք։ Կարող ենք, հենց այսօր ճիշտ եք ասում։ Լոռու մարզում Ալավերտի սանային թաղամաս ակներ եւ դեպի սանային վանական համալիր տանող ավտոճանապարհի 11 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հատվածների հիմնանորոգում։ Ճանապարհը ավարտված է, այս ճանապարհին էլ ենք մենք շինարարության ընթացքում այցելել ենք, հսկայական մեծ նախագիծ է, որը կարծում եմ Ալավերդու համար ունի շատ մեծ նշանակություն։ Հաջորդ թիվ տրանսպորտային օբյեկտներ, ոսկետափի վթարային վիճակում գտնվող տրանսպորտային հանգույցի ապամոնտաժում Արարատի մարզում, արդեն ավարտը նախատեսվում է այս տարի, Գեղարքունիքի մարզում M10 ավտոճանապարհի Բերդկում բնակավայրի հատվածում փլուզված հողային պաստառի վերանորոգում, ավարտը կրկին այս տարի, Ակնալից Զարթոնք ավտոճանապարհի վրա գտնվող թվող 2 կամուրջների հիմնանորոգում, Արմավիրի մարզում, էլի նախատեսվում է ավարտ այս տարի, Լոռու մարզում Վանաձորի Բաղրամյան էստակադայի հիմնանորոգում, որը կրկին նախատեսվում է իրականացնել այս տարի։ Նաև կատարված աշխատանքների մատուցված ծառայությունների վճարում, Սևանից Իջևան տանող մի շարք հատվածների կայող պարապետների վերանորոգում, ստորին հնապատերի կառուցում եւ փլուզված հողային պաստառի եւ կողմնակի վերականգնում, սա արված է այս աշխատանքը։ Նախագծման սա արված աշխատանքներն է, վերջի 5% վճարումներն են կատարում, որպեսզի արդեն շահագործման ներկայացնենք։ Ուրցաձորից դեպի Մարտունի տանող նոր ավտոճանապարհի կառուցում, խոսքը այս դեպքում նախագծման մասին է աշխատանքի։ Այստեղ պարոն վարչապետ նախագծման աշխատանքների վերջին 30%-ը եւ փորձաքննության աշխատանքների վերջի վճարումը կատարելու մասին է նախագծել ենք, արդեն վերջին։ Սա էլ է մի ճանապարհ, որը կրկին հանրապետության տնտեսական եւ զբոսաշրջային կյանքի համար շատ էական նշանակություն է ունենալու, որովհետև հիմա Արարատի մարզը Գեղարքունիքի մարզի հետ ուղիղ կապող ճանապարհ չկա, այսինքն Գեղարքունիքի մարզից Արարատի մարզ գալու համար կամ պետք է գալ Վայոց ձորի մարզով կամ Կոտայքի մարզով կամ Երևանով, իսկ այս ճանապարհը շատ մեծ կակտիվացնի եւ Գեղարքունիքի մարզի համար եւ Արարատի մարզի համար տնտեսական ակտիվությունը, այդ թվում զբոսաշրջային շատ հետաքրքիր տեղեր կան ճանապարհի երկայնքով եւ վերջնակետերում եւ մենք ճիշտ է նախագիծը շատ թանկ է 15 միլիարդ դրամ, թե ավելի։
վարչապետ, երկու փուլով են նախագծային շինական աշխատանքները նախատեսում, առաջի փուլի համար 4 միլիարդ է շուրջ նախաշիվը, իսկ երկրորդ փուլի համար 31.6 միլիարդ դրամ, բայց հանրային կոմիտե կներկայացնենք նախագիծը։ Շատ լավ։ Գուցե առաջի փուլը միայն անենք, որը եւս տնտեսական մեծ Չէ, դե պարտադիր չի միանգամից անենք ամեն ինչը, կտոր կանենք, տենց միջև ամբողջական կավարտվի։ Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ գիտեք, որ Մարտունի եւ Վեդի համայնքների բնակիչները նաեւ որոշակի կապեր ունեն ազգակցական, այսպես ասենք, պատմական եւ նաեւ պետք է ասել, որ երկու համայնքների բնակիչների ակնկալիքն է, որ այդ ճանապարհը կառուցվի, որովհետեւ իսկապես դրա պահանջարկը կա։ Հաջորդիվ ինչ օբյեկտներ ենք նախատեսում, որպեսզի արդեն գծանախաշվային փաստաթղթեր ձեռք բերենք։ M2 ավտոճանապարհի Անգեղակոթի Խաչմերուկի հարակից հատվածում ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների անշարժ կշռման նոր հենակետին մոտեցող 0.8 կիլոմետր ավտոճանապարհի կառուցում։ Սյունիքի մարզում, Արմավիրի մարզում M3 միջպետական ավտոճանապարհից Էջմիածնից մինչև Դաշտ տանող 4.8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Կոտայքի մարզում H2 ավտոճանապարհի Աբովյանից Արզնի եւ Նոր Գեղի տանող ավտոճանապարհի 6.7 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում H4 ավտոճանապարհի Զորավանից Երնջատապ տանող ավտոճանապարհի 12.4 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Տավուշի մարզում H36 ավտոճանապարհի Իցակարից Բերդ տանող ավտոճանապարհի 9.8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Տիկին Ղալետ ջան, այս ի՞նչն ենք նախագծում բա այստեղ, արդեն ճանապարհը ավարտված է։ Սա պարոն վարչապետ այն հատվածն է, որ ամբողջացնելու ենք Բերդ տանող բոլոր ճանապարհների հիմնանորոգման աշխատանքը։ Հա, սա համայնքի մեջ գտնվող հատվածն է, հա, համեցեք։ Պարոն վարչապետ, եթե թույլ կտաք, սա հենց երկու ճանապարհը, որոնք որ ավարտվել են Գանձաքարից Աքար եւ Թութուջուրնաուր ճանապարհների շարունակությունն է դեպի Բերդ քաղաք։ Դեպի Բերդ քաղաք, շատ լավ։ Էլի Տավուշի մարզում H36 ավտոճանապարհի Բերդից Տավուշ գյուղի Խաչմերուկ տանող ավտոճանապարհի 4.6 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Տավուշի մարզի Պառավաքար տանող ավտոճանապարհի 22.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Կրկին Տավուշի մարզում Կիրանց բնակավայրի վարչական տարածքով անցնող հատվածում լուսավորության համակարգի կառուցում, Կրկին Տավուշի մարզում նոյեմբերանի հատվածում փլուզված հենապատի վերականգնում H58 ավտոճանապարհի, Շիրակի մարզում H67 ավտոճանապարհի Բերթաշեն բնակավայրով անցնող 1.5 կիլոմետր երկարությամբ տարանցիկ հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզում Վեդեից Գոռավան տանող ավտոճանապարհի 7.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում M5-ից Ակնալիշ տանող ավտոճանապարհի 2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում Մայիսյանից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհի 1.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում M3-ից դեպի Արմավիր քրեակատարական հիմնարկ տանող ավտոճանապարհի 3.2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում Մերձավան եւ Այգեկ տանող ավտոճանապարհի 8.6 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում Լուկաշինից Արմավիր տանող ավտոճանապարհի 4.2 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզում Արտաշար բնակավայրի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհի 3.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արմավիրի մարզի Հացիկ բնակավայրի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհի 3.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Վայոց Ձորի մարզի M2-ից Զեդեա տանող ավտոճանապարհի 6.5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Սյունիքի մարզում Շաղատից Բալակ տանող ավտոճանապարհի 2.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Սյունիքի մարզում Անգեղակոթից Մուցք տանող ավտոճանապարհի 5.7 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Խնածախից Վանատուր տանող ավտոճանապարհի 21 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, կրկին Սյունիքի մարզի
Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում Լուսագյուղից դեպի Հանքավան տանող նոր ճանապարհի կառուցում, էս էլ է խոշոր եւ նոր հայացք բերող ճանապարհներից է, որովհետեւ Հանքավանը, որը զբոսաշրջային շատ մեծ պոտենցիալ ունի, նաեւ որոշակիորեն փակուղային վիճակում գտնվելու պատճառով այնտեղ ոնց որ թե ներդրումային հետաքրքրությունները շատ մեծ չեն եւ հիմա ստացվում է որ այս ճանապարհը երբ որ կառուցենք Հանքավանը ապարան համայնքի հետ կմիանա եւ միջանցիկ երթևեկություն էլ կունենա, ինչը միանշանակորեն շատ մեծ ներդրումային հոսք կապահովի նաեւ Հանքավանում։ Վաղարշապատի շրջանցիկ ավտոճանապարհի գտնվող կամրջի հիմնանորոգում Արմավիրի մարզում, Արագածոտնի մարզում M3 ավտոճանապարհի Ծիլքարի հատվածում փլուզված հողային պաստառի վերանորոգում, Արմավիրի մարզում M5 ավտոճանապարհի Արմավիր ուղեանցի Կարմիր կամուրջի հիմնանորոգում, Կոտայքի մարզում H1 ավտոճանապարհից Արգելից Արձագան տանող ավտոճանապարհի Արձագանի հատվածում փլուզված հենապատի վերակառուցում, Գեղարքունիքի մարզում H30 ավտոճանապարհի Այգուտ բնակավայրի տարածքում հողային պաստառի շեպի ամրացում։ Ահա այսքան նախագծեր հաստատեցինք, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ վերջին հատվածը նրանք նախագծային փաստաթղթեր ենք ձեռք բերում, այսինքն հիմա նախագծերը պիտի պատվիրենք, նոր հաջորդիվ շինարարությունները սկսեն։ Տիկին Ղալեչյան, ավելացնելու բան ունեք։ Ստեյցան չէ, պարոն վարչապետ, մենք փորձել ենք որոշակի աշխատանքներ նախապատրաստական փուլ որպես սկսենք այս տարի ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում, օգտագործելով եղանակային պայմանները եւ կատարելով այնպիսի աշխատանքներ, որոնք որ հնարավոր է հողային եւ այլ աշխատանքներ, բազմաթիվ հաղորդակցուղիներ ունենք խնդիրներ լուծելու, այսինքն մենք պլանավորում ենք, որ հաջորդ տարի 26 թվականին պետք է ամեն ինչ անել, որ շինարարական սեզոնը շատ ավելի շուտ բացենք եւ ավելի մեծ ծավալով աշխատանքներ կատարենք, որովհետեւ ինչպես նախորդ նիստին Պարոն Խունդացյանը հայտարարել էր, մենք մի փոքր պլանավորումները փոխել ենք եւ պետք է փորձենք ասֆալտապատման աշխատանքները ավարտենք նույնիսկ մինչև նոյեմբերի կեսերը, այսինքն մենք այս տարի էլ աշխատանքները 500 կիլոմետրի մասով մեզ մի քանի փոքր կիլոմետր է մնացել, որը այսօր մինչև օրվա վերջ փորձենք ավարտին հարթել։ Այսինքն ուզում ենք հնարավորինս տաք եղանակի անենք ասֆալտը, առավելագույն աշխատանք անել, անել բոլոր նախապատրաստական աշխատանքները եւ նախագծման աշխատանքներ պատվիրելու միջոցով նաեւ փորձենք ձմեռվա ամիսներին ունենալ այդ արդյունքները, փորձել մրցութային գործընթացները կառուցել այնպես, որպեսզի մենք շինարարական հաջորդ սեզոնին առավելագույնս պատրաստ լինենք եւ չունենանք շեղումներ։ Շատ լավ, շատ լավ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։